գտնում եմ, որ շատ սխալ է, որ երեխաներին նման ձևով են վերման ենթարկել, սա շատ անօրեն գործողություն է ոստիկանության կողմից, իսկ սատարում եմ, իհարկե սատարում եմ, 3 օրը ես իրա կողքին եմ եղել, միայն գիշերը ինձ չեմ թողել, որ մնամ, աղջիկս էլ է իրա հետ եղել, բայց որ ես երեք վատացա, որ ընկել էի այդ ոստիկանների ու այդ հրեշտակների արանքը ու իմ ուշքը գնաց, ինձ ուղղակի շտապօգնությունով ցույց տալան, իմ աղջիկը իմ մոտ եկավ ու դրանից հետո սկսվել էին այդ գործողությունները, թե ես էլ պիտի իրանց հետ լինեի։ Ես նոր ասում եմ, որ ինձ էլ վերման ենթարկել, բայց մտանեղ, բայց ինձ ներսից որ սկսեցին։ Ես էլ եմ ուզում գնամ երեխաների հետ նստեմ, այնտեղ մենակ իմ որդին չէ, բոլոր տղաները իմ որդիներն են։ Ես իրանց սատարում եմ, իրանք ճիշտ են, իրանք իրավունքներն են պաշտպանում։ Ես էլ եմ պաշտպանում իրավունքները իմ երեխաների հետ միասին։ Երբ իմ տղային ծեծեցին, խուլիգանություն չորակվեց, չէ, ծեծողներին չբռնեցին, դե թող ծեծողներին բռնեին, ասեին խուլիգանություն է արել, ինչ ես ծեծել ես երեխային, երբ այդ երեխան անմեղ է։ Ես ոչ մի խուլիգանության փաստ չեմ գտնում իրանց արարքի մեջ, իրանք խուլիգանություն զգալով նստած էին, պարում էին, երգում էին, իրանք ոչ մի վատ բան չեն արել, համենայնպես Հայաստանի Հանրապետության դեմ։ Իրանք սիրում են իրենց հայրենիքը, իրանք չեն ուզում արտագաղթեն, իրանք ուզում են այստեղ սովորել են, ուզում են այստեղ աշխատեն, ապրեն, բայց խաղաղ ապրեն, իրանք իրավունքները պաշտպանված ապրեն։ Իշխանությունները չեն կարող նորմալ հարաբերվել իրենց ժողովրդի հետ, երբ կանչում ես որևէ իշխանավորի, չգիտես ինչի վախենում է իր ժողովրդից, դրա համար Բիրտուժին շատ դեմ եմ ու սխալ է, որ Բիրտուժով են բերել իրանց այստեղ, շատ սխալ եմ համարում։ Շարունակելու է Վաղինակը պայքարել։ Վաղինակն արդեն գործից դուրս է եկել, որպեսզի պայքարը շարունակի։